մեջտեղ Հրայր Սարգսակը ի վերջո ինչ են ուզում եկեղեցուց եւ վեհապար Հայրապետից։ Բոլորս քաջատեղյակ ենք, որ բազմաթիվ անգամներ շեշտվել է, որ եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը եւ հայկական արժեքները։ Իսկ իրար հաջորդականությամբ դուք արդեն տեսել եք, թե ինչքան են կառույցները ոտնահարվում եւ ամենտեղ ուզում են իրենց ձեռքը դնել իրենց նպատակներին հասնելու համար։ Սա ակնհայտ է, ինչքան էլ փորձեն ձևափոխել, հորինվածքներ դնել, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անեն, բացառվում է բարենորոգում, երբ որ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ բարեփոխումներ ինչ-որ թվացյալ իրականացնել։ Հրայր Սարգսակը, գիտեք, սկզբում Բագրատ Սրբազանը եղավ, հետո Միքայել Սրբազան, հիմա արդեն վեհապարը միջև որտեղ է գնալու։ Ես չեմ ուզում զատորոշում դնել, բայց եթե ուշադիր հետևեք, թե ինչպես է զարգացել, սկզբից եւ հետ իրենք հենց փորձել են վեհապարի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ իրավունքներ են վերապահել աներազելի, բայց ցույց է տվել փորձը, որ իրենց հաջորդական քայլերը հետևյալն են եղել, այսինքն այն սրբազանները, ովքեր անմիջապես վեհապարի կողքին են, ովքեր հեղինակություն են, հենց իրենց են սկսել սկզբից կամաց փորձել ինչ-որ վնասել եւ հիմա արդեն փորձում են արդեն վեհապարին։ Տեղյակ եք, չէ՞, հաջորդականությունը, Մկրտիչ Սրբազանն էլ կար, հետո վեհապարի եղբայրի Եզրաստ Սրբազանը, հիմա իրենց պարզ տրամաբանության ոնց որ թե նպատակին են ուզում հասնել։ Նպատակը ո՞րն է ձեզ գլխատել հայոց եկեղեցին։ Դրա համար ասացի անգերազելի մի բան է իրենց համար։ Շատ փորձություններ է հաղթահարել հայոց եկեղեցին, ցավալի է անշուշտ, որ այս անգամ փորձությունը հենց հայազգի մեջ է։ Բայց եկեղեցին Աստծո օրհնությամբ է գործում։ Հասկանալի, շնորհակալ ենք։